Թումանյան, Պրոսպեկտ, ցանկացած ուղղությամբ գնալը, բարեկները աշխատում են, գնահատականները տարբեր, բայց չենք զիջում իրար, երենիք չենք զիջում։ Բաքանի անգամ մենք էս մի ժամվա մեջ մազապուրծ եղանք վթարից։ Ասենք այդ գիծը ուղիղ է գնում, չէ՞ մեկը ինքը փոշմանում առանց թարթիճ, առանց բան, մի անգամից դեմդ կտրելով լեղապատառ եկանք հասանք, կարևորը տանն ենք, կարևորը ստուդիոյում ենք, այսքան բան։ Це մեր Դե լավ է որ հասել եք, բայց հետարքիր է, գիտես թե ով է աչքով արել մեր Փաշինյանին։ Ոչ եմ տեսել ամբողջ լրատվությունը դրա շուրջ է պատտվում, վերջացավ, ասма դաբրոն տվել է, դաբրոն կանաչ լույսով վառվել է, այո, այո, Եվ նկարնել կա, շատ լավ նկար է, Դոնալդ Թրամփ ընկերներ, եթե չիմացաք ինչի մասն է խոսքը, իրար կողքել նստած են, Եվ այս անգամ իր աչ կողմում է նստած, ոչ թե ձախ ինչպես հաճախ է կամ միշտ է նստում, ինչքան ես նկատել եմ։ Ձախ կողմից Ալիևը, աչ կողմից Փաշինյանը։ Քանի անգամ սենց ձեռքով խփեց ոտքին Թրամփը Փաշինյանը։ Ես ասում եմ, հաջորդը պաչիկա լինելու արդեն։ Սկզբից աչքով են արել։ Բայց անկեղծ ասած, ես միջև հիմա չեմ տեսել, որ Թրամփը մեկին աչքով անի։ Կարող է, եթե տեսել եք, ասեք ինձ էլ այդ։ Թրամփը մեկին գովաբանի կամ ինչ որ աչքով անի, մեր վարչապետին արա, այսօր ենք ասել։ Քանդում են մեր երգիրը, քանդից արդեն սկսել է։ Այդ նախկին արտգործ քարտուղարը։ Մենք պիտի ասում ենք Հայաստանի ժողովուրդը պիտի 1 միլիարդ վճարի, ինչա թե բանը մի հատ էլ նկար ունենա Փաշինյանը Թրամփի կողքը նստած։ Այմար մեռան ասել որ չի վճարելու։ Այո։ Մեզ չի հասնում դա։ Մենք փոքր երկիր ենք, մենք քասի բարեկամ ենք։ Մենք 1 միլիարդ չենք կարա դնենք։ Եվ այդ բոլորը հասկանում են, այնպես որ հանգստացեք, ոչ մի փոքր չեք տալու։ Պիտի տանել, ապարիկով ձևակերպեն, մտնեն։ Չէ, գիտեմ, հասկանում եմ, հոդվածը հրապարակված է, հասկանում եմ, բայց այս ձևաչափը էլի ճուզողության գագաթնակետը ուղղակի ապշեցնում։ Հայաստանը խաղաղության խորհրդի կանոնադրությունը ստորագրել է առանց անդամավճարի մասնակցության հիմունքներով։ Ի պատասխան ձեր հարցմանը տեղեկացնում ենք, որ խաղաղության խորհրդի կանոնադրությունը նախատեսում է խորհրդին անդամակցություն ֆինանսական հատկացումների կամավոր սկզբունքով։ Թրամփի կողմից հրավեր ստացած երկիրը կարող է անդամակցել խորհրդին առանց հստակ սահմանված անդամավճարի մինչև 3 տարի ժամկետով, ինչը սահմանված կարգով ենթակա է վերանայման այդ ժամկետը լրանալուց հետո։ Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել խաղաղության խորհրդին անդամակցությանը այս հիմունքներով։ Ձեր կողմից վկայակոչվող անդամավճարը կամավոր է եւ վերաբերելի է կազմակերպությանը դրա կանոնադրության մեջ մտնելուց հետո 1 տարվա ընթացքում որևէ երկրի կողմից մշտական անդամակցություն ցանկություն հայտնելու պարագայում ասել է Բադալյանը։ Այո, կռիվը վերջացավ բարեկամներ։ Ուսամ, բայց ողջ ենք տալիս։ Այո, բարդ լավատեսություն է այս նկարներից հորդում, ես հիմա նայում եմ եւս մեկ անգամ այս իրար կողք նստելը, այս աչյուկները եւ ոչ միայն այս ամեն ինչը, չգիտեմ, մի տեսակ լիցքավորվում եմ այն իմաստով, որ մենք իհարկե Թրամփին հազար ձև կարող ենք դիտարկել, բայց գոնե աշխարհի գերտիրության կողքին ենք։ Եվ Ռաֆայել, այո, աշխարհակարգ է փոխվում ու մենք մի տեսակ մեջն ենք, էլի գոնե, հասկանու՞մ։ Եվ ոչ միայն մեջն ենք, այլ ալիքի վերևից այրում ենք, հարցանում ենք վերև, հաստակորեն։ Հիմա ես ձեզ մի բան ասեմ, շատ հնարավոր է, որ վաղը միսօր իրավիճակներ փոխվեն եւ այլն ամեն ինչ փոխվի, բայց ներկա պահը պետք է նշենք, որ շատ բարձր մակարդակ է։ Սրանից բարձր մակարդակ Հայաստանը չի էլ ունեցել, չի էլ երազել երևի, որ այս մակարդակով շփումներ ունենա։ Հիմա համեմատաբար ընդդիմության ճակատը համեմատաբար լուր է, հիմա բառամթերքն են ստուգում իրենց, թե ոնց վատաբանեն այս քայլը վստահ եմ։ Հիմա վաղ առավոտյան մեր ժամով ձեր մոտ ուշ երեկոյան վստահ եմ ընդդիմադիր լրատվականները կսկսեն, հա դե ինչ, այդ ժողովրդի կաշվից քերելով տանելու են բան, թեպետ 1000 անգամ հետ կարծում եմ Ռոժան, սելֆի, եթե անգամ սելֆի անում, ավելի լավ Թրամփի ու Ամերիկայի Ռուբիոյի հետ սելֆի անի, քան թե Լավրովի ու Պուտինի։ Ոնց որ արել ենք 30 տարի կամ մեդալներ ենք ստացել, այդ ինչ էր անունը, Կիրիլ, Միրիլ,
նկարվեք այն երկրի հետ, որ գիտես ինչ-որ մի ճանապարհ կանցնես։ Տեսանք այս վիճակները ուր մեզ բերեցին։ Դավոս, փաստորեն դեռ լավ է ընթանում, վատ չէ։ Այս պահին գոնե լավատեսական է այս ամեն ինչը։ Վարչապետը Երեք ուրեմն խոսք եղավ այն մասին, որ իբր թե Թրամփը եւ ՆԱՏՕ-ի Ռուտգեն քարտուղարը պայմանավորվել են Իսլանդիայի շուրջ, էլի, բայց չի հստակ ոչինչ չէին ասում։ Հիմա Թրամփն էլ հիմա այս Դավոսում ասում է այդ մասին, օգնելով Ուկրաինային, ես օգնում եմ Եվրոպային եւ ՆԱՏՕ-ին, հայտարարել է Դոնալդ Թրամփը Դավոսում ելույթի ժամանակ։ Մինչև Իսլանդիայի մասին խոսել նրանք ինձ սիրում էին։ Հիմա ձեզ մի բան ասեմ, իմ կարծիքով հիմա այս ինչ որ կարդալու եմ, Թրամփը իսկապես այդպես է մտածում։ Իմ կարծիքով ինքը սա չի սարքում։ Հիմա դուք եղեք բայց դատավորը։ Մինչև Իսլանդիայի մասին խոսելը նրանք ինձ սիրում էին։ Անցած անգամ ինձ հայրիկ էին անվանում։ Հիմա ես դարձել եմ սարսափելի մարդ։ Այնինչ ինձ պետք է մի կտոր սառույց է։ Ցուրտ եւ վատ տեղանքով։ ուզածս մեծ բան չէ, աղա աղվես։ Լրիվ է դա չէ։ Մի որ սառույց։ Անկարեղա, ես լուրջ եմ ասում։ Շատ լավ, շատ։ Մի կտոր սառույց է, ցուրտ եւ վատ տեղանքով, որը կարող է կենսական դեր խաղալ համաշխարհային խաղաղության եւ պաշտպանության համար։ Եվ ուրեմն կարծում եմ, որ դա շատ փոքր խնդրանք է համեմատած դրան, ինչ իրենք տասնամյակներով տալիս էին Եվրոմիությանը, եվրոպական երկրներին։ Շատ հետաքրքիր ժամանակներ ենք ապրում։ Շատ հետաքրքիր։ Կանադայի վրայով էլ անցել, չի մոռացել։ Կանադա, Մակրոնին այդ ինչ արեց։ Մակրոնին չորացրեց, 3 օր իրար վրա այն ակնորները ոնց են հավին կծում։ Ակնոցները դրել է, ասում է, ելույթ է ունենում, ասում է, ինչ գրող է կպել նրան, բառացիորեն։ Ինչ գրող է կպել, այդ խեղճ մարդու աչքն ա բորբոքվել, արյունատար անոթներն են վնասված, բայց դե Իսկ թվում ակնգա ձեռքը այնտեղ կա անպայման։ չի բացառում ոչինչ։ Իսկ Կանադայի վարչապետին էլ անունով ասում է, «Հեյ Մարկո, դու ինձ ասում ես շնորհակալ պիտի լինես Կանադան»։ Հա, խնդրեմ կարծացեք։ Մենք պատրաստվում ենք պաշտպանել Կանադային, իհարկե Թրամփն է ասում։ Նրանք այնքան շատ անվճար նվերներ են ստացել մեզանից, ախր պարոն Թրամփ, եթե նվերը ուրեմն անվճար է, այստենց եմ հասկանում, վճարովի նվերը ո՞րն է։ Ինչևէ, նվեր են ստացել մեզանից, նրանք պետք է շնորհակալ լինեն մեզ։ Կանադան ապրում է շնորհիվ Միացյալ Նահանգների։ Այո, սենց ծանր խոսք ո՞նց կասես էլի։ Բայց նրանք շնորհակալ չեն։ Ես տեսել եմ ձեր վարչապետին, նա այնքան էլ շնորհակալ չէր, ասել է Թրամփ էլի Դավոսում։ Հիշիր Մարկ, որ հաջորդ անգամ դու էլ քո հայտարարություններն անես այստեղ։ Այնինչ մենք արել էինք Իսրայելի համար հիանալի էր, բայց դա ոչինչ չի համեմատած այն ամենի հետ, ինչ մենք ծրագրում ենք Միացյալ Նահանգների, Կանադայի եւ աշխարհում այլ մասերի համար։ Մենք գրեթե կառուցում ենք, մենք գմբեթ ենք կառուցում, որը ոչ մեկին չի հաջողվում անել։ Ես ասել եմ BB-ին, մի վերագրիր քեզ գմբեթը, դա մեր տեխնոլոգիան է։ Թրամփը նշել է, որ նրանք ոչնչացրել են Իրանի միջուկային սպառնալիքը, որին ոչ մեկը չէր հավատում։ Վենեսուելայում տապալելով բանին, Սուլեյմանին ոչնչացրել են Բաղդադին, եւ մենք շատ լավ մեծ բաներ ենք արել, եւ հիանալի ձևով ասել է Թրամփը։ Այսինքն ոսկյա գմբեթը, որով բարձնում է Իսրայելը, փաստորեն խոստովանել է, որ ամերիկյան է իրան տրամադրել, հա, իրանց տեխնոլոգիաներն են հաստատել։ Իհարկե։ Եվ դա շատ թանկարժեք է, եւ բայց էլի ասեմ, 100%-անոց չի, խոցելիություններ ունի։ Եվ հիմա ուզում են այդ ամբողջ այս Կանադա, Միացյալ Նահանգները այդ գմբեթը մեծացնել եւ մի քանի երկրների ներդրումով, որտեղ իսկապես շատ ծախսառատ մի բան է։ Շվեյցարիայի Դավոս քաղաքում հունվարի 22-ին տեղի ունեցած այս հանդիպմանը Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման արարողությանը մասնակցում էին աշխարհի տարբեր առաջնորդներ, այդ թվում ՀՀ վարչապետ Փաշինյանը։ Թրամփը, ով նախագահելու է Խաղաղության խորհուրդը, շնորհակալություն է հայտնել բոլոր երկրների ղեկավարներին, ովքեր ընդունել են հրավերը եւ մասնակցել են այս ստորագրման արարողությանը։ Ելույթում նախագահ Թրամփը անդրադարձել է իր միջնորդությամբ հակամարտություններին, այդ թվում հիշատակել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորումը, բառացիորեն ասել հետեւյալը մեջբերում եմ. այս երկրների առաջնորդներից շատերը իմ ընկերներն են։ Մենք ունենք մարդկային հիանալի խումբ եւ անհավանական երիտասարդների,
որոնք այն ղեկավարում են, այդ երկրները ղեկավարում են ներսից։ Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարները այժմ իմ ընկերներն են, ասել է Թրամփը։ Դե ընկերությունը տեսնենք ուր կհասցնի։ Այստեղ ստորագրում են։ Վաշինգտոնը Գրենլանդիայի յուրաքանչյուր բնակչի կարող է առաջարկել $1 միլիոն։ Եթե նրանք քվեարկեն Միացյալ Նահանգներին միանալու օգտին։ Դասական խոստ է, ոսկին Հռոմի դարպասներն է բացելու։ Արդեն մթնոլորտը փոխվել է։ Ամեն մի Դանիայի բնակիչ նստե մտածում է. «Օրա, գուցե միլիոնատեր դառնանք»։ Առաջ ասում էր մուծելու ենք դանիական գանձարան։ Հիմա ասում է չէ, մի րոպե։ Որ ավելի դեպ մաչելի է լինելու, ամեն մեկին $1,000,000 փող տա։ Ամեն մի բնակիչ։ Ձայնը առնում է։ Մեր մոտ ինչքանով էին առնում ձայնը, քանի դրամով, $10։ 5000 այստեղ միլիոն է։ Ոչինչ չի փոխվում, բայց կորիզը սաղի մեր քրեշքին տարան։ Այդ չի ոնց որ երկինան այդ կաշառքը։ Մտածենք որպես մարդ, էլ հիմա ինչքան մարդ կլինի, ինչքան խնդիրներ ունի եւ 1 միլիոն ինչքան խնդրեմ կարող է լուծել իսկապես էլ։ Աշխարհի բանն է տենց։ Հեշտ չի էլի, հա։ Ոսկին բացել է Հռոմի դարպասները։ Այդ ինչի մեր կաթողիկոսները բյուզանդացիների առաջ անի տաճարի դարպասները կբացեն, Գրենլանդիան քանի հազար մարդ այնտեղ ապրում, $1,000,000 պոտենցիալ միլիոնատեր չի դառնա Ամերիկայի կազմում, վերջացրեք։ Մենք Դանիայի հետ ենք, մենք Դանիայի հետ։ Հիմա արդեն տոնը փոխվել է, ասում է մենք Դանիայի 1 միլիոն կտանք, մենք էլ չգիտի ինչ ասի, արդեն ստոպ են եղել։ Եվ եթե ուշադրություն դարձնեք, հետաքրքիր է, որ այս այդ Ալ-Կաիդա եւ այլն այդ թույն մուսուլմանական ագրեսիվ այդ խմբավորումների բաներին, ղեկավարներին կաշառքով են գտնվում։ Փողը տալիս է, ինֆորմացիան ստանում է։ Իրանք էլ իրանց մեջ որ թվում է մուսուլման եղբայրություն եւ այլն, բայց փողի դիմաց դռները, այո։ Վարչապետ Փաշինյանը Դավոսում հանդիպել է միջազգային գործընկերների հետ, նկարներ են այստեղ Դավոս կատարած այցի ընթացքում վարչապետը հանդիպել է փոխ գործակցության հնարավորությունների մասնագետի հետ, գլխավոր տնօրեն Օլիվիեր Բլումի, հիմնադիր գործադիր տնօրեն Մայքլ Դելի, գործարար Նուբար Աֆեյանի հետ, հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև մի շարք հարցեր, իդեպ հանդիպում է եղել Ալիևի հետ ձեռքսեղմում եւ լուսանկարում, այստեղ տեսնում եմ լուսանկարը ժպիտներով, փուչիկներով, հա, այդ լավ է։ Զելենսկին է մի քիչ նեղված, հա, այս ամեն ինչից։ Այ մարդ, ես իսկապես հիմա վերջի խոսքը Թրամփի այսօրվա այն էր, որ էդի մեր գործը չի Եվրոպան պետք է լուծի, մենք շատ հեռու ենք, օվկիանոսներ կա մեր արանքում, ինչ ուզում եք արեք մի տեսակ։ Ես հասկանում եմ, որ ինքը արդեն հոգնել է դրանից, չի կարողանում լուծել, անընդհատ խնդիր է դա իր համար առաջացնում, անընդհատ հարցեր են տալիս, կշտացել է արդեն, ասում դուք ինչ ուզում եք արեք, չէ՞։ Բա ասում է շատ կետերի համաձայնել է Զելենսկին եւ Զելենսկին անգամ ուղերձով դիմեց ժողովրդին, որտեղ ասեց, որ դե տարածքային արդեն սկսեց տարածքների հանձման ասեմ, զիջման ասեմ, process-ը կաթացնել ժողովրդի ականջին, ինչպես ընդունված է ասել։ Այն Մակրոնն էլ զանգեց Թրամփին, ասեց, որ Զելենսկին բոլոր կետերի հետ համաձայնվել է, չէ՞, հայտնի ձայնագրությունը, բացի մեկից։ Հիմա այդ բացի մեկը տարածքների հարցը չի լուծում, տարածքների հարցը։ Բա հիմա ասում է արդեն համաձայնության ենք եկել, բաննել Վիտկոֆն ու Վիտկոֆն ասում են մնացել է մի բան, ասեց երեկոյան կլինի Մոսկվայում, հիմա մենք եթերում ենք, Կրեմլում այդ հարցերն են քննարկում։ Հուսամ մի ժամ, 2 ժամ մի բան դուրս կգա։ Տեսնենք։ Չեմ կարծում այդ բան դուրս գա։ Տեսնենք։ Այ մարդ, մեր Վարդանիկով նաև գիտեք ով է հետաքրքրվել եւ արդեն շատ լուրջ։ Այո։ Մարիա Զախարովան։ Այո։ Արտգործնախարարության Ռուսաստանի պաշտոնական ներկայացու եւ տեսեք թե ինչեր է ասում։ Լավրովի պասով էր։ Իսկ ինչու հետաքննություն չանցկացնել չպատժել նրանց, ովքեր Հայաստանին Եվրոմիություն մղելով բառացիորեն կոչ են անում հրաժարվել ինքնիշխանությունից։ Այս մասին հայտարարել է Ռուս Դաշնության արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Հələ տեսեք ինչ է ասում։ Տեսեք ինչ է ասում, այսինքն մենք որ գնում ենք դեպի Եվրոպա, ուրեմն մենք կորցնում ենք ինքնիշխանությունը եւ պետք է այդ մարդիկ պատժվեն եւ այլն։ Հետո նա կրկին խոսել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանավորումից Ռուսաստանի հետ դաշինք կազմելու անհրաժեշտության մասին նրա արտահայտությունների համար։ Այս սյուժեն ռեզոնանսային է դարձել ռուսական հասարակության մեջ։
ավանդական դաշնակցի հետ հարաբերությունների ամրապնդման օգտին հայտարարության համար քրեական հետապնդում ինքնին անհեթեթ է, ասել է Զախարովը։ Այ մարդ ինչքան կարևոր է ուրեմն Վարդանիկը ձեր համար, հույսեր եք կապել ես նոր ընտրության հետ, Կարևոր է այնքանով, որ Հայաստանի երկրորդ քաղաքն է, հսկայական ընտրական էլեկտորատ կա։ Եթե Հայաստանի երկրորդ քաղաքը առաջիկա ընտրություններում լինի պրոռուսական եւ քվեարկի այն ուժերին, ովքեր մեզ մոտ օլիգարխի հայտնի կառույցը հավակնում է վերցնել իշխանությունը։ Եթե անեն հյուսիսում այդ հարցերը, բա իհարկե չեն թողի քաղաքը ձեռքի տակից անցնի։ Եվ գիտեք ինչ որ լկտիություն ինչը ով է խոսում քաղաքական բանտարկյալներից, էլի ով Ռուսաստանի ներկայացուցիչ։ Որ ինչքան մեդիակա ծեծելով ջարդելով լարեցին, բանտարկեցին, փախցրին, տարան, սպանեցին, թունավորեցին, ինչ ասես արեցին այման։ Հիմա խոսում են ինչ որ որ Հայաստանը դեպի Եվրոմիություն ուզում գնալ, Վարդանիկի բանն են դարձել մեր։ Անցյալ շաբաթ Երևանում էր Ալեքսանդր Վենեդիկտովը, Էխո Մոսկվի ղեկավարը, հայտնի լրագրող, ով ըստ էության միակ ֆեդերալ մակարդակով հեռարձակվող մեդիայի ընդդիմադիր մեդիայի գործիչներ, ով պատմում էր եթերում, որ 3 ժամվա մեջ եկել են ջարդփշուր են արել, ամենը լուծարել են, ամբողջ ռադիոն բան վերջ 3 ժամվա մեջ 20 տարվա մեդիան գոյություն չունի, 3 ժամում։ Ու պատմում է եթերում այդ կադրերը կա YouTube-ում, իրան զանգել է Սպեսկովը, ով որ բարձրում է իր կուրսեցին, ա եղել թե իրար հետ են սովորել, ոչ չգիտեմ որտեղ, ինչ որ ջերմ հարաբերություններ կա, զանգել է իրան ու բառացիորեն ասել է՝ «Ты пропал, он всё слышал»։ Դու կորած ես, նա ամեն ինչ լսել է։ Դե նա ենթադրում եմ Պուտինը վերաբերում է եթերին այդ Ուկրաինա ներխուժման եթերը, որ ինչպես կարող է մեր դարում ներխուժում լինել եւ այլն բան, այդ լսել է վերևի դիվան բաշին եւ 3 ժամում վերջացել է մեդիա գոյություն չունի։ Ինքն է վերջ։ Քանի արի փախավ եթերովանից փախան։ Հայաստանում էին գրասենյակներ բացել, հետո դոշտ կար մի հատ էլի անձրև rain, դրանք փախան Լիտվայի ինչ որ հարցեր եղավ, գնացին Էստոնիա, հիմա էլ Ամստերդամից, Հոլանդիայից են հեռարձակվում, եվրոպական էլ ինչ որ բաներից։ Ուզում ասեմ, ու այդ մարդիկ խոսում են ազատությունից, չգիտեմ ինչերից, որտեղ մարդկային այդ ցույցը բանը եւ այլն ոչ մի գրոշի շանս չկա, կարճ ասած, ազատ ինքնաարտահայտման։ Դա։ Լավ լուր ասենք։ Անհայտ կորած Արտուր Հայրապետյանը վերջապես հայտնաբերվեց։ Լավ է։ Ինչ է կորել, ոնց է կորել Չարենցավանի բնակիչ է պարոն Հայրապետյանը, ձեռնարկած միջոցառումների արդյունքում ոստիկանները նրան հայտնաբերեցին, դեպքի առիթով կազմված փաստաթղթերը ուղարկվել են նախաքննական մարմին։ Հունվարի 13-ից անհայտ կորել էր։ Հետաքրքիր կլիներ իմանալ ուր էր, ոնց էր, ինչ էր, բայց ինչպես միշտ ամենահետաքրքիր մասերը չեն հայտնում մեր հրաշալի ոստիկանները։ Ապրեն։ Եվս մի լավ լուր, Վագիվ Խաչատրյանի առողջական վիճակը կայուն է։ Նորք Մարաշ բժշկական կենտրոնում վիրահատվել է ադրբեջանական գերությունից վերադարձած Վագիվ Խաչատրյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն է հայտնում, վիրահատությունը ընթացել է հարթ, առանց բարդությունների, նա տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք, վիճակը գնահատվում է կայուն, կրած վիրահատության ծավալի համապատասխան է նրա վիճակը, կյանքին վտանգ չի սպառնում։ Ավելի վաղ հայտնել էին, որ Ադրբեջանը Հայաստանին էր վերադարձրել 4 հայ գերիների, այդ թվում Վագիվ Խաչատրյանին։ Դե առողջություն ընկերներ բոլորին, բոլոր մեր հայրենակիցներին, հատկապես նրանց, ովքեր տարիներով եղել են ադրբեջանական գերության մեջ եւ մյուսներն էլ բարով խերով կան հասնեն իրենց տները։ Ուրեմն, գիտեք, կարծեմ ասեցինք այդ մասին, որ եպիսկոպոսած ժողովը անցկացվելու է Գարեգին Բեի ուրեմն կարգադրությամբ Ավստրիայի Սանկտ Պոինտ քաղաքում։ Եվ հիմա Տեր Արամ Քահանա Ասատրյանը բացատրում է, թե ինչու է այդպես։ Ուսումնասիրելով հասկացել ենք, որ այդ քաղաքը ընդունում է բոլորին, այդ թվում լրտեսության համար կասկածվողներին։ Հաշվի առնելով, որ Գարեգին Ներսիսյանի եղբայրը Եզրասը Ուկրաինայի կառավարության հետախուզության տակ է, երևի վախեր են ունեցել Հայաստան գալու համար։ Հոգեհրավականը տեղեկություններ ունի, որ համագործակցություն կա կրիմինալ աշխարհի ներկայացուցիչների եւ այդ միջոցով փորձելու են
ճնշել եպիսկոպոսներին ժողովն ավելի շատ քաղաքական է լինելու, քան հոգևոր, այսինքն փորձելու են հասկանալ Գարեգի Ներսեսյանի մնալու հետ կապված հետագա գործողությունները ինչպիսին պետք է լինեն։ Տրամաբանական է, էլի որ հերրու բանից ընդեղնից մարդիկ են գալու, որ 1000 մի բրան դատվածություն կա, էս կա, այն կա։ Լավ, թող Ռուսաստան գնային։ Պատրեին բոլոր դիմակները վերջապես ասային, որ էլի դա շատ ակնառու Բոժե ցարյա խրանի այդ երկի տակ հայտնի գնային վերջանար չէ ուր էին Ավստրիա ասեցին Ավստրիա, այո։ Բայց լսի Ավստրիան կարգին երկիր է, ո՞նց է ընդունում տես բաներ։ Այսինքն ազատ քաղաք է, որտեղ ինչի տակ մերժի, ինչ բանով մերժի։ Այնտեղ ըստ երևույթին ունենք մենք բան եկեղեցի եւ այլն, որ ժողովանց ենթադրում եմ ավելի շուտ, թե չէ ինչու պետք է ընդհանրեն։ Բայց ես ասում եմ, որ քաղաք կարելի է բան անել։ Ենթադրում է, որ հայ առաքելական եկեղեցին մանավանդ այդպիսի կարևոր հավաք է կազմակերպում եւ այլն, ենթադրում է գոնե եթե Երևանում չի, Հայաստանում չի, ասենք հայկական մեծ համայնքի որևէ երկրում պիտի լինի տրամաբանությունը։ Այստեղ ես գիտես ինչ եմ հասկանում։ Իրանք մեծ շատ բան դոնորներ ունեն, բաներ ունեն, որ ֆինանսական մեծ օպերացիաների մեջ են եւ այդ պայմանավորվածություններն որտեղ որ հողը ոտքի տակ խաղում է, այն մարդիկ մեծ գումարների հետ է, իրանց չի հետարքրում եկեղեցին կամ իր շորերը, իրանք ուզում են տեսնեն ինչ է լինում, մնում է թե գնում է, ստում է ինչ-որ տենց կարևոր հարցեր են լուծելու այնտեղ, բայց եթե որ անեին Հայաստանում կարող է ոմանք ձերբակալվել, ինձ թվում է այդ է պատճառը։ Հետարքիր է ձերբակալվելու հետ կապված Ես իհարկե վաղը, որ միայնակ եմ տաղավարում լինելու այս թեմայի մասին ավելի մանրամասն կխոսեմ, բայց այսօր իմ ծանոթներից, բարեկամներից մեկը, գործընկեր նաև, ասեց, եթերում ինչի չեք խոսում Նարեկ Սամսոնյանի մասին, ով հացադուլ է անում, ով ըստ իրանց գնահատականների քաղ բանտարկյալ է եւ մի շարք մշակույթի գործիչներ, մեդիա դեմքեր, բան հիմա պահանջում են, որպեսզի նա հացադուլը բանանի, որովհետև այսօր տեղափոխել են հիվանդանոց, վիճակը ըստ տարածված տեղեկությունների վատ է։ Ես մի նրբություն կա, որ անպայման վաղ ավելի մանրամասն կխոսամ, բայց հիմա ուզում եմ նաև Դերենիկի հետ այս հարցը քննարկենք, որովհետև ինքը իր եթերներում անդրադարձել է մեզ։ Ուրեմն Նարեկ Սամսոնյան անձնավորությունը մի քանի անգամ իր տխրահռչակ եթերներում ամենավերջին բառերով խոսել է անձամբ իմ մասին, անձամբ մեր հաղորդման մասին, այն թեմաների մասին, որ մենք անդրադարձել ենք եւ անգամ ռադիոլսողներից ոմանք զանգեցին եթեր եւ ասեցին, որ իրանք էլ են դիտել, զայրացած են եւ այլն եւ այլն։ Ոչ ես վստահ եմ Տերենիկներ կյանքում այս մարդուն չի հանդիպել։ Մենք մեր եթերում օքեյ։ Այս անձնավորության հետ որևէ առնչություն երբեք չենք ունեցել, ես երբեք նրան չեմ տեսել, մեր ճանապարհները չեն խաչվել երբեք։ Մի խոսքով մենք մեր եթերում իր մասին էլ անգամ չենք խոսել, առավել եւս հայհոյել կամ ինչ-որ բան, այդքան հեռու է մեր ձևաչափից։ Երբ որ մեր մասին, իմ մասին անձամբ, մեր եթերի մասին էս անձնավորությունը իր լպստած ընկերոջ հետ խոսում էր, մեկն ու մեկը այդ գործընկերներից ում ճանաչում է, մեկը չգրեց, ասեց բայց ինչ եք գրում, ասենք, Ռաֆի մասին, հաղորդման մասին, եք ասում սենսնեն, նենսնեն, ինչ եք մտնում մարդկանց տուն, ընտանիք եւ այլն, ինչ կապ ունի այս ամեն ինչը։ Մեկը չպաշտպանեց, ասենք, մեր բարոյական իրավունքը, իմ անունը եւ այլն եւ այլն։ Բայց որ մարդը հիմա բան, ինչի չեք ասում, որ ինքը քաղ բանտարկել է։ Ես չգիտեմ ինքը քաղ բանտարկել է թե չէ։ Ես հավատում եմ, որ մենք ապրում ենք օրենքի երկրում եւ մարդը, ով որ տասնյակ մարդկանց տուն ու տեղ է մտել ամենակեղտոտ բառամթերքներով, կարծում եմ պիտի ինչ-որ մի պատժի արժանանա։ Ես իհարկե ոչ մեկին մահ չեմ ցանկանում, իհարկե Աստված հեռու պահի։ Ցանկանում եմ, որ ամեն ինչ ապակինվի, լավ լինի եւ այլն դադարեցնի իր եթե հացադուլանում հացադուլը, բայց օրենքի առաջ պիտի պատասխան տան իմ կարծիքով, որովհետեւ այս ձևաչափով երկար շարունակել, մենք տերորիստական երկիր կդառնանք արդյունքում։ Էս էի ուզում ասել, բայց եթե ավելացնելու բան եք խնդրում։ Ես շատ կարճ կասեմ։ Մի մարդ, որ այդ բառապաշարով է խոսում, ինձ էլ ոչ հետարքիր է, ինչ է ասելու, ինչ է ուզում ասել, ինչ է մտածում, բացարձակ մերժված է իմ կողմից։ Բոլորը ոչ խոսեմ, ոչ էլ հետարքիր է ինքին, բացարձակապես։ Շատ վատ բառապաշար ունի, վուլգար, գրեհիկ,
չգիտեմ, հա, մի խոսքով անցանք առաջ։ Անցանք առաջ։ Գովազդի պահը թողա մեր ռադիոլսողներն են մտածեն այս ուղությամբ, այսօր քանի որ մի փոքր ուշ թրաֆիկը խանգարեց մեր եթերի ժամին, երևի այստեղ անգամ բազմակետ դնենք, դուք հեռուստատեսություն եք գնալու, հա։ Հեռուստատեսություն, հետո ես մի փոքր շունչ քաշեմ եւ AM/PM հաղորդման շրջանակներում կհանդիպենք։ Բարի հարգելի բարեկամներ, դերենիկ ձեզ ասեմ ցտեսություն։ Վաղ ընկերներ յոգա ուղեղի համար հաղորդման շրջանակներում ավելի մանրամասն այս թեման հենց էական թեմա չէ որ ծավալվենք, բայց մի քանի մտքեր ունեմ որ ավելի հանգիստ պայմաններում կարտահայտվեմ, իսկ հիմա մեր հարգարժան գործընկերների գովազդն է։ Շնորհակալ ենք մեր գործընկերներին մեր կողքին լինելու համար եւ մեր եթերները, թողարկումները հասանելի դարձնելու համար եւ AM/PM հաղորդման շրջանակներում մոտավորապես 45 րոպեից կհանդիպենք։ Բարի, մնացեք Արմյուզիկ ռադիոյի հետ։